Հարգելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք ERT-ին։ Հեռուստաընկերությունը անշուշտ մենք ուրախ ենք դրա համար եւ այժմ տեղեկացնեմ, որ վերլուծությունների ժամանակն է մեր եթերում։ Մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Սկսենք փաստից, որ Իրանը հարվածել է նաև Ադրբեջանի տարածքին, այսինքն Նախիջևանի օդանավակայանին, այնտեղ ասում են 4 վիրավոր ունեն, որ Ադրբեջանը պատասխանում է խիստ, ասում է, որ պատրաստ վիճակում են զորքերը ադրբեջանական, բայց Իրանից հերքում են, ասում են մենք չենք հարվածել։ Այսօր Իրանը հերքում էր նաև ուրիշ հարվածներ, ասում էր մենք չենք, տեսնես ով է հարվածում իրենց փոխարեն։ Դե այսօր առաջին հարցազրույց տվեց իդեպ ամերիկյան հեռուստաընկերություններից մեկին եւ այնտեղ երբ որ ասես դա մենք միայն ռազմական օբյեկտներին ենք հարվածում, հաղորդավարը ասեց Դուբայի օդանավակայանը կամ չգիտեմ կամ հյուրանոցները դրանք ռազմական օբյեկտներ են, արդյոք ինքը գիտեք ինչ ասեց, collateral damage հասկացություն կա, հա, ասենք եւ այսպես ասում զուգակցվող վնաս, այսինքն դրանից բխող ոչ միտումնավոր վնասի մասին է խոսքը, այսինքն ասում եմ իրից որ իրից չէ, այդպեսի խոսք կա անգլերենում, այսինքն դե հիմա տենց է, հիմա պատերազմ է, կոպիտ ասած, մենք հատուկ չենք անում, բայց դե գիտեք ինչ, դե հիմա օրինակ լինում են, չէ, ասենք օրինակ զոհեր, որոնք չգիտեմ, հիմա օրինակ նույն Իրանում, չէ, հարվածում են ռազմական օբյեկտներին, բայց հիմա խոսում են, չէ, դպրոցի մասին եւ այլն, դպրոցը հերքվեց գրեթե։ Չէի ասի, որ հերքվեց, այնտեղ միջև հիմա Պիկտեցեսին հարցեց, ասես մենք ստուգելու կարիք ունենք, այսինքն դեռ ստուգման խնդիր կա այդ դպրոցը, որտեղ այնտեղ շատ խուճուճ պատմություն է այդ դպրոցի պատմությունը ու եթե անգամ բարձրի որ դա իրոք դպրոցը ու իրոք աղջիկներ են եղել այնտեղ, դա միայն այդ անասունների մեղքն է, որտեղ այդ տարածքը պատկանում է Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսին, այնտեղ իրանց զինյալներն են պարապել Համասը ոնց էր անում։ Այո, ճշգրիտ, այո, այնտեղ ասում են խորքային բանել կա, ուրեմն հրթիռների կամ պահեստ կամ արտադրություն եւ այլ այսպես շարունակ, հա։ Հիմա Ադրբեջանի մասով տեսեք, սա այնա ինչ որ Իրանը սխալի հետևից է գործում, սա փրփուրներից կախվել արդեն, սա որ ասում բերաններից փրփուր է դուրս գալի արդեն, տեսեք սաղի հետ, բոլորի հետ վատացան, որևէ մեկը այլևս իրանց չի վստահելու, որևէ մեկը Ինչպես ես ասել եմ նախորդ եթերներում, տեսեք, սա իրականում արդեն գնում է պատերազմ, այս ամբողջ պատերազմը սա ԱՄՆ-ի եւ Չինաստանի ուրեմն պայքարն է։ Չինաստանը տակից սնուցում է Իրանին եւ սնուցել է եւ հիմա էլի շատերը Հայաստանում ինչ որ միամտորեն են Ռուսաստանի անուն են տալի, Ժորժան, Ռուսաստան չկա, այլևս չկա, որպես այդպիսի կոնկրետ հզոր խաղացող այլևս գոյություն չունի։ Հա ինչ որ մանր, ինչ որ ասում մանր վատություններ կարող է անել, բայց որպես այդպեսին տեսակ ես հատուկ ուզում եմ շեշտել Պեսկովին, այսինքն նույն Ռուսաստանում իրենց հասարակությունը պահանջում ասում ոնց, էս է մեր հերթական դաշնակիցն է, մենք չենք ուզում օգնենք, արդեն իրանց հենց այդ հրամանատարները, այդ հանցագործները, որոնք այսպես Ուկրաինայում պատերազմ են վարում, չեչենները ասում են, բա չգնանք այնտեղ կռվենք, բա ոնց որ, բայց պետք է որտեղ իրենք էլ են հասկանում, որ Իրանի ուրեմն կորստով Ռուսաստանը ընդհանրապես դուրս է մնում մերձավոր արևելքից վերջնականապես չնայած այնպես չի որ հիմա շատ են այո բայց ընդհանրապես դուք հասկանում եք ընդհանրապես Ռուսաստանը դարերով այնտեղ չի վերադառնա կոպիտ ասած հա դրա համար եթե իհարկե Ռուսաստան մնա ի վերջո այսինքն խնդիրը հետեւյալն է որ Պեսկովին հարցրեցին ասում դա մեր պատերազմը չի Լսեցիք այդ հատվածը, ասում դա մեր պատերազմը չի։ Ասում մենք պետք է, հələ տեսեք ինչ ասում, հնարավորինս շատ օգուտներ փորձենք, ինչ։ Հնարավորինս շատ օգուտը գիտեք այդ ողորմելիներին որ հիմա նավթիկին է մի քիչ բարձրացել է։ Հասկանում եք այս իրավիճակում։ Փոխարենը ես ես հետաքրքիր տեղեկություն տամ։ Զելենսկին անընդհատ զանգել են արաբական երկրների ներկայացուցիչներ եւ խնդրել են աջակցել Զելենսկին։ Եվ ինքը հայտնել է։ Զելենսկին սկզբից ասաց, որ եկեք ռուսներին համոզեք, բայց Զելենսկին շատ խորամանկ քայլ արեց, շատ խելացի քայլ արեց, այսինքն Զելենսկին սպասեց այնքան, մինչև ամերիկացիները դիմեն եւ ամերիկացիները դիմեցին եւ վերջին քիչ առաջ ուղակի, այսպես ասում է, տեսալուրը, դեռ իհարկե փորձենք, այսպես ասում է, համոզվել, ուղակի այսպես գալուց առաջ աչքովս ընկավ, որ Զելենսկին համաձայնել է ուղարկի մասնագետներ եւ
ասեց, որ դիմումը եղել է ումից Այդ չէի տեսել, բայց որ համաձայնվել է գիտի։ Դիմումը ումից Միացյալ Նահանգներից, այո, դա շատ կարևոր է։ Եվ այստեղ շատ կարևոր է մի բան հարգելի հետևորդներ, Ադրբեջանի մասով Իրանը փորձեց իհարկե, այնտեղ ելի եմ ասում, ինչի ես մեջ բերեցի առաջի խոսքերը, դա Իրանի պահով իհարկե Ադրբեջանի պահով իհարկե իրենք հասկացնում են, որ մենք գիտենք, որ դուք Իսրայելին աջակցում եք։ Դա հարվածը նրա համար էր իբր Ալիևին վախացնելու, իբր այսպես ինչ որ բան, բայց Ալիևը ես ասեմ, Ալիևը բավականին կոպիտ, հələ մի բան է խառնեց նորից Հայաստանի պատերազմը, ասեց Իրանը պետքա դասեր քաղաքացիալնի, ոնց մեկ մեր սուվերենությունը վերականգնեցին, ուզեցավ ասի մի հատ էլ հիմա Իրանով ճանապարհ կգցենք Նախիջևան, կգրավենք այդ տարածքները, ընդհանրապես հասկանում, եւ լուրջ եմ ասում, այսինքն կկտրենք, կհասնենք Նախիջևան կոպիտ ասած։ Եվ հետաքրքրական է, բայց ես մի բան ասեմ, երկրորդ մասում կշարունակենք, իդեպ ասեմ, պետք չի Ալիևի այդ բաներին տենց ծիծաղով վերաբերվել։ Հիմա գնանք գովազդի ընթացքում կարող ենք ծիծաղել։ Այո, գովազդի ընթացքում կարող ենք։ Գովազդի։ Եթե լինի ծիծաղելի բան։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արքղի համար, 2 արքղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտ դա ուղարկել։ Վերլուծությունների ժամանակն է RTN-ի եթերում շարունակվում, գովազդից առաջել էինք խոսում եւ վերջում անդրադարձել էինք Ադրբեջանի տարածքին հարվածի մասին Իրանից։ Այո, տեսեք, այստեղ խնդիրը հետեւյալն է, որ հիմա օրորի ավելի շես ես ընդհանրապես այսօր մոնիթորինգ էի անում, երևի բոլոր ալիքները խոսում էին, որ չի բացառվում ցամաքային, այսինքն արդեն ակնհայտորեն խոսում են, որ չի բացառվում ցամաքային տարբերակը եւ հետարքիր մի բան։ Ուրեմն Տրամպը Միացյալ Նահանգները ցամաքային գործողության մասին է խոսում, այո։ Եվ հետաքրքրական մի բան ասեմ ձեզ, Տրամպը ասել է, որ ինքը ուզում է մասնակցել Իրանի նոր լիդերի։ Այո, մենք այդ մասին տեղեկացրել ենք, այդ շատ կարևոր է։ Վենեսուելայի օրինակով մոտավորապես, հա։ Հիմա գլխավոր, բայց այստեղ մի հատ նրբություն կա։ Իրանք Տրամպը չի խոսում, ենթադրում եմ Supreme Leader-ի, այսինքն գերագույն հոգևոր առաջնորդի մասին։ Հենց իր մասին էր ասում։ Չէ, ինքը ասում է մենք նոր առաջնորդի ընտրությանը։ Փոխարենը խոսվում է, որ Մոջտաբան թեթև Քաշայինը Խամենեիի որդին, ինքը չի կարող լինել առաջնորդ, բայց այստեղ կա նյուանս։ Իսրայելից, երբ որ մենք նայում ենք իսրայելական լրատվականները, առաջին խնդիրը պետք է լինի, որպեսզի ուրեմն հոգևոր իշխանությունը վերանա, այսինքն Իրանը չմնա որպես իսլամական հանրապետություն, հա, որովհետև տեսեք, իսլամական հանրապետությունն ու Իրանը դրանք տարբեր բաներ են։ Եվ ինչի են օրինակի համար բողոքի ժամանակ շատերը ասում, որ արաբները եկան եւ մեզ իսլամական մահմեդականացրեցին, հա։ Խնդիրը հետեւյալն է, որ այսօր ուրեմն իդեպ ես վերջերս իմացա, միջև այդ այսպես ինձ համար էլ իդեպ անակնկալ, պարզվում է Խամենեին արաբ էր։ Իրաքի արաբ էր։ Այո, եւ փաստորեն ստացվում է, որ եւ էլի իսլամական պետության, այդ իսլամական հեղափոխական կորպուսի հրամանատարություններն արաբ, դրա համար են դրանք դες դաժան կոտորում պարսիկներին, այսինքն ըստ էության ստացվում է, որ դա կոտար մարմին են ներդրված ուրեմն Իրանի դրա համար այդ դաժանություններով։ Իդեպ ես չմոռանամ, ես ասեմ, ուրեմն եկվորներից մեկը եկել էր, փախստականներից մեկը, եւ այն հատուկ են ցավակցած ցավ կպածներին, այն որ առավոտից իրիկուն մոլլաների պոշիկներն են լպստում, ես ուզում եմ բացատրել։ Ուրեմն կինը եկավ, ասեց, եւ մենք շնորհակալ ենք, չնայած զոհեր կան եւ այլն, մենք շնորհակալ ենք, ասեց Միացյալ Նահանգներին, այս հարվածների համար, որտեղ այդ իշխանությունները մարդակեր մարդասպան են։ Հայաստան եկածներից դուք պատկերացնում եք, այսինքն ինչ որ խոսում ենք, եւ որ սա սուրբ են դառը, օղակները դրել են գլխներին, այդ մարդակերներին ցավակցում են, գնում են մարդասպանների ձեռը սխմում են, ցավակցում են, այն Գագիկ Ծառուկյաններից սկսած գնացել են, մենք եղբայրական, դու այդ մարդիկ կապ չունեն իրանց իշխանության հետ։ Այդ մարդիկ ցեղասպան են, կոտորել են սեփական ժողովրդին եւ իշխանությունից զզվում են եւ կինը եկավ ասես մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգներից։ Դուք պատկերացնում եք ինչա կատարվում։ Այն սա այդ
ռուսամոլիկ, ռուսամելիկ մերիկ ցավակցած ցավկպածներին, էլի որ ում եք ցավակցում։ Գնացեք Իրանի ժողովրդին ցավակցեք, այդ ցեղասպան չալմեքին եք ցավակցում, որի ինչ։ Հիմա Ադրբեջանի պարագայում տեսեք, այստեղ շատ վտանգավոր է, որովհետև Իրանը լավ հասկանում է ադրբեջանցիները, որոնք էլի չեն սիրում այդ իշխանություններին, Իրանի հյուսիսում ադրբեջանցիները։ Եթե հանկարծ Ադրբեջանի հետ լուրջ կոնֆլիկտ լինի, իսկ Ադրբեջանի զինված ուժերը, ես ասեմ, այս իրավիճակում իդեպ ես չգիտեմ Ալիևը կգնա թե չէ, դա իհարկե շատ ռիսկային քայլ է, բայց եթե հանկարծ հասնի դրան, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, ես ցամաքային ինչ-որ բան։ Դուք պատկերացրեք այդ 15 միլիոն ադրբեջանցիները, որ ապրում են հյուսիսում, դրանց Ալիևը կարող է զինի այդ ճանապարհով եւ կսկսվի Իրանի համար մի հատ դժոխք, ես ասեմ իրականում, ել չեմ ասում, որ այդ ժամանակ ես չեմ բացառում, որ արդեն աջակցելու համար ցամաքային ներխուժում սկսվի դաշնակիցների կողմից, հա։ Եվ մենք տեսնում ենք իդեպ, որ օրորի ավելանում է այդ սատարումը, ուրեմն երևի տվել եք եթերում, տեսեք նույն Կիր Ստարմերը որին այո մեղադրում են, ասում են ինչի՞ չեք սատարում Ամերիկային, ընդդիմությունը, կոնսերվատորները, ասում դուք նետերն ես բռնում, նետաձգին ոչնչացնելու փոխարեն, եւ ասեմ ձեզ, Եվրոպայի համար էլ է գինը բարձր։ Իրանք հասկանում են, եթե Իրանը մնաց այս վիճակով, կարող է Կանադան է ասում, որ կանադացիների համար։ Իրանք մի բան են հասկանում, իրանք ինչ որ ձևական սկսել են այդ միջազգային իրավունք, որ այլևս չկա, մենք հասկանում ենք, չկա Հայաստանի ուրեմն դեպքերից հետ կապված, այսինքն Ալիևի լկտի պահվածքից սկսած, հա, չկա, որը ինքս խախտեց եւ բոլոր նորմերը, էլ չեմ ասում, այդ Արցախի ժողովրդին հանել է եւ Հայաստանի տարածքները մտնել եւ այլն, հա։ Միջազգային իրավունքը սկսեց քանդվել Արցախյան պատերազմով, ես ձեզ ասեմ, հա։ Չնայած ավելի շուտ կարելի է գնալ Ուկրաինայից 14 թվականից, երևի թե ավելի շուտ այդտեղ, հա։ Հիմա խնդիրը հետևյալն է, ուրեմն դա շատ վտանգավոր է Իրանի համար եւ ցամաքային ներխուժանվածին են խոսում եւ դաշնակիցներն էլ հասկանում են արդեն, որ sense կրավորական դիրք բռնելով չի եւ հիմա մի շարք եվրոպական երկրներ, Նիդերլանդները, Կանադան դուք նշեցիք, որ եվրոպական չի, հա, ուրեմն չի, Ֆրանսիան, որը Շարլ դե Գոլը ուղարկեց, հիմա արդեն ակտիվորեն սկսեցին Իտալիան ռազմական, այսինքն հլը որ միացել են իբր պաշտպանողական, բայց դե հիմնական վտանգը հենց իրենց դրոններից է գալի։ Այսինքն այս պահի դրությամբ բավականին շատ երկրներ արդեն ներգրավվեցին դրոնների որսալու հարցում եւ այլն, այսպես շարունակ։ Տեսեք, սա երկարատևը ես ինչպես զգուշացրել եմ, շատ վտանգավոր է Իրանը չդառնա Սիրիա կամ Աֆղանստան, դա մեզ համար շատ վտանգավոր է, բայց գլոբալ ոնց տեսնում եմ դեռ կտևի։ Այո, եւ հնչեց միջազգային իրավունքը չկար 14 թվական, Ղրիմը իհարկե նկատի ուներ պարոն Չիբուխչյանը, այնպես որ այսօր էլ մեր ժամանակը սպառվեց, հարգելի հեռուստադիտողներ, կհանդիպենք ձեզ հետ լուրերի թողարկմանը վաղը, իսկ Արմեն Չիբուխչյանը կներկայանա YouTube-յան լայվով։ Այո։ Ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։